Հաղորդեր Շանի Գյումրիի եթերում լրատվության ժամը այսօր հոկտեմբերի 13-ն է երկուշաբթի։ Նիկոլ Փաշինյանը ժամանել է Շարմ էլ-Շեյխ, Facebook-ի իր էջում նա գրառում է կատարել եւ կից տեսանյութ հրապարակել։ Հիշեցնենք, Փաշինյանը Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի եւ Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսիի հրավերով Շարմ էլ-Շեյխ քաղաքում մասնակցում է Մերձավոր Արևելքի խաղաղության գագաթնաժողովին։ Դոնալդ Թրամփի եւ Աբդել Ֆաթահ աս-Սիսիի հրավերով Եգիպտոսը մեկնել նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Փաշինյանն ու Ալիևը Եգիպտոսի Շարմ էլ-Շեյխ քաղաքում ընթացող խաղաղության գագաթնաժողովի շրջանակներում զրուցել են։ Համասը ազատ է արձակել իսրայելցի պատանդներին, հանձնելով նրանց Կարմիր խաչին, հաղորդում են իսրայելական լրատվամիջոցները։ Պատանդների հանձնումը տեղի է ունեցել Գազա քաղաքում։ Կարմիր խաչը հայտարարել է, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն բազմափուլ գործողություն է սկսել Իսրայելի եւ Համասի միջև հրադադարի համաձայնագրի շրջանակներում պատանդների եւ կալանավորվածների ազատ արձակումն ու տեղափոխումը հեշտացնելու համար։ Իսրայելը իր հերթին ազատ է արձակել պաղեստինցի բանտարկյալներին։ Նրանց տեղափոխող ավտոբուսները ժամանել են Հորդանան գետի արևմտյան ափին գտնվող Պաղեստինի վարչական կենտրոն Ռամալլա քաղաք։ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից հետո Գազայում ձերբակալված 1718 անձանց թվում կա 2 կին, իսրայելական բանտերում ցմահ ազատազրկման էր դատապարտված 250 մարդ։ Այսօր Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը ժամանել էր Իսրայել էին ժամանել նաև Թրամփի դուստրը Իվանկա Թրամփը, նրա ամուսինը Ջարեդ Քուշները եւ Մերձավոր Արևելքի հարցերով Միացյալ Նահանգների հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆը, որոնք ենթադրաբար կարևոր դեր են խաղացել Իսրայելի եւ Համասի միջև խաղաղության բանակցություններում։ Թրամփը մի քանի ժամ է անցկացրել Իսրայելում, հանդիպելով Համասի պատանդների ընտանիքների հետ։ Նա ելույթ է ունեցել նաև Իսրայելի խորհրդարանում, Քնեսետում։ Լրագրողների հետ զրույցում էլ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Գազայում պատերազմը ավարտվել է, այնուհետև նա մեկնել է Եգիպտոս մասնակցելու գագաթնաժողովին եւ Գազայի հատվածում խաղաղության համաձայնագրի առաջին փուլի ստորագրման արարողությանը։ Ֆրանսիայի վարչապետի պաշտոնում վերանշանակված Սեբաստիեն Լեկորնյուն ձևավորել են նոր կառավարություն։ Լեկորնյուի հրամանի համաձայն նախարարություններում հանձնման արարողությունները տեղի կունենան այսօր առանց ելույթների, մամուլի կամ հյուրերի։ Հիշեցնենք, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պաշտպանության նախկին նախարար Սեբաստիեն Լեկորնյուին վերանշանակել է վարչապետի պաշտոնում։ Լեկորնյուն հրաժարական էր ներկայացրել հոկտեմբերի 6-ին, վարչապետի պաշտոնում մնալով ընդամենը 27 օր։ Մադագասկարի նախագահ Անդրի Ռաջոելինայի վարչակազմը հայտարարել է, որ երկրում տեղի է ունենում իշխանության անօրինական եւ հակասահմանադրական զավթման փորձ։ Ժամեր անց Քապսատ կոչվող բանակային ստորաբաժանումը հայտարարել է, որ ստանձնել է ռազմական հրամանատարությունը եւ այժմ վերահսկում է զինված ուժերի ցամաքային, օդային եւ ռազմածովային բոլոր ստորաբաժանումները։ Մադագասկարում առաջին բողոքի ցույցերը սկսվել են սեպտեմբերի 25-ին։ Սկզբում ջրի եւ էլեկտրաէներգիայի անջատումների դեմ, սակայն ցույցերը հետագայում վերածվել են Ռաջոելինայի կառավարության նկատմամբ ավելի լայն դժգոհության, բարձր գործազրկության, կոռուպցիայի եւ կենսամակարդակի բարձրացման պատճառով։ Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է պետական պարտքի մասին օրենքում փոփոխությունների նախագիծը, որով առաջարկվում է վերանայել պետական պարտք հասկացությունը, դրանում բացառելով կենտրոնական բանկի արտաքին պարտքը ու պետական երաշխիքը եւ ներառել համայնքների պարտքը։ Օրենսդրական նախաձեռնության ընդունման նպատակն է ապահովել պետական պարտքի ոլորտի կարգավորման արդիական համակարգ, միջազգային ֆինանսական կառույցների կողմից կիրառվող չափանիշներին համարժեք։ Ինչ պատկեր հիմա կունենա մեր այսպես ասած պարտքը, ինչ փոփոխություն է տեղի ունենալու եւ արդյոք նախագիծը, որը շուտով ներկայացվել է ազգային ժողով, արդեն իսկ նոր հաշվարկի նոր պատկերի հիման վրա է ներկայացվելու։ Շնորհակալություն։ Պարտքերը հետևյալ ձևով է փոխվելու, մոտ 2%-ով մեր պետական պարտքը նա ցուցանիշը իջնելու է, հիմնականում կենտրոնական բանկի պարտավորությունների հաշվին եւ մոտավորապես 0.2%, այդ 2%-ի մեջ դա երաշխիքներն են։
Իսկ ներողություն այդ պայմանական պարտավորություններն ու երաշխիքները, որ արդեն հաշվարկվեն, դուք ընդհանուր առմամբ այսպես ասած հաշվառում արվել է ինչքան են իրանք եւ ինչ ազդեցություն իրանք կունենան։ Այո, ես ներողություն եմ խնդրում մի հատ ճշգրտում ուղղակի անեմ, պայմանական պարտավորություն ասելով մենք նկատի ունենք պայմանագրային պայմանական պարտավորությունները, որովհետև երբ որ մենք խոսում ենք մեր պրակտիկայում, երբ որ խոսում ենք պայմանական պարտավորություն հասկանալի է, բայց եթե ավելի լայն պայմանական պարտավորությունը դիտարկենք, ապա պետության ցանկացած պոզիտիվ պարտականություն ֆիսկալ տեսանկյունից կարող է համարվել պայմանական, այսինքն օրինակ ապագա թոշակները եւս կարելի է համարել պայմանական պարտավորություն։ Պայմանագրային պայմանական պարտավորությունները նրանք են, որ պայմանագրով մեջ ինչ որ կետ է գրած, որ եթե ինչ որ մի բան տեղի ունենա, որը պետության ուղղակի կառավարումից դուրս է, ապա պետությունը որոշակի ծախսեր պետք է կրի կամ հատուցումներ տրամադրի, դրանց մասին է գնում խոսքը։ Եթե նման պայմանական պարտավորությունների մասին ենք խոսում, իրանք պատմականորեն մոտավորապես 5-ից 6% մակարդակի վրա են հնայից, մենք դա ֆիսկալ ռիսկերի զեկույցում միշտ ներառում ենք, եւ երաշխիքները իրանք մոտավորապես 0.1-0.2%-ի վրա են կանգնած այս պահին։ Եվս մեկ կարևոր կետ երաշխիքների մասին, Տիկին Վարդանյան, մենք հաշվարկի մեջ դեպի այդ սահմանաչափը գնացող հաշվարկի մեջ չենք ներառելու այն երաշխիքները, որտեղ պետությունը ունի երաշխիքի դիմաց առաջնային գրավ, եւ այդ առաջնային գրավի շուկայական արժեքը գերազանցում է 120% երաշխիքի, որտեղ նման դեպքերում մենք կարելի ասել երաշխիք ենք թողարկել, որը վտանգավոր չի պետական պարտքի տեսանկյունից։ Այսինքն այս ամբողջ կառուցվածքը նրա համար է, որ հնարավոր ռիսկերը դեպի պետական պարտքը զսպենք։ Ռուսաստանի միգրացիոն օրենսդրությունը լուրջ խնդիրների առաջ է կանգնեցրել Հայաստանի բեռնափոխադրողներին։ Բազմաթիվ վարորդներ 3-ից 10 տարով մուտքի արգելքի մասին ծանուցումներ են ստացել։ Պատճառն այն է, որ նրանք օրենքով նախատեսված 90 օրից ավելի շատ են մնացել Ռուսաստանում։ Տվյալ խնդրի մասին այսօր մամուլի ասուլիսում խոսել է Հայկական Կարիտաս կազմակերպության միգրացիոն ծրագրերի փորձագետ Տաթևիկ Բեժանյանը։ Հիշեցնենք, որ նախկինում Ռուսաստանի հետ առանց վիզային ռեժիմի երկրների, այդ թվում Հայաստանի քաղաքացիները կարող էին 1 տարվա ընթացքում 180 օր գտնվել այդ երկրում, իսկ նոր փոփոխությամբ ժամկետը դարձել է 90 օր, որը չի բավականացնում բեռնափոխադրողներին։ Ռուսաստանի Դաշնության տարածքը դա Հայաստանի Հանրապետության տարածք չէ, որ մեկ օրում հնարավոր լինի մի ծայրից մյուսը գնալ, այնտեղ օրեր են պետք, հետո բեռը տանել, տեղ հասցնել, դատարկել, նոր բեռ վերցնել, վերադառնալ, եւ կարող է այդ, չգիտեմ, 6-7 անգամ գնալ գալու պարագայում այդ 90 օրը ծախսվի։ Մյուս կողմից, անշուշտ ձեր ասած տարբերակը եւս կա, երբ որ մարդիկ գալիս են եւ Լարսի անցակետում օրերով, ցավոք հաճախ երկար են մնում, այսինքն լինում են դեպքեր, երբ լինում են 10, 15, նույնիսկ 20 օր իրենք ուղղակի այդ անցակետում մնում են, մինչև կարողանում են դուրս գալ։ Եվ այս օրերը եւս այդ 90 օրից հաշվարկում են, այսինքն ստացվում է այնպես, որ կամ երկար ճանապարհի պարագայում, կամ եթե օրինակ մեքենան փչացավ եւ չհասցրեց դուրս գալ էլի, գումարվում է այդ ժամկետը եւ նաեւ այն, որ Լարսում իրենք ուղղակի ստիպված սպասում են իրենց կամքից անկախ պատճառներով եւ այս բոլոր օրերը գումարվում են։ Ու ստացվում է, որ անձիկ այդ 90 օրը ուղղակի չեն կարող չգերազանցել։ Նույնիսկ եթե Լարսի խցանումները չլինեն, միևնույն է, հաճախ բեռներ տանող բերող անձինք տարվա ընթացքում միանշանակ գերազանցելու են այդ 90 օրը։ Եթե այսպես շարունակվի, ապա մեր բոլոր բեռնափոխադրողները շատ շուտով մուտքի արգելք կունենան 3-ից 10 տարի ժամկետով։ Ես ուղղակի չգիտեմ, սա շատ լուրջ հարց է, որին լրջորեն պետք է վերաբերվել եւ առնվազն ԵԱՏՄ շրջանակում գոնե նման բան պետք է տեղի չունենա եւ ԵԱՏՄ անդամ երկրները, որոնք պետք է ունենան ազատ տնտեսական շրջանառություն, իսկ բեռնափոխադրումները դրա միջուղն են կազմում, այս օրենքի այս կետը առնվազն չպետք է վերաբերվի նրանց եւ նրանք պետք է դուրս լինեն այս շրջանակից։ Արտաքին գործերի նախարարությունը անշուշտ տեղյակ է այս խնդրի մասին եւ իրենք եւս փորձում են լուծումներ գտնել, բայց հաշվի առնենք, որ սա Հայաստանի Հանրապետության օրենսդրության փոփոխություն չի, օտար երկրի մասին ենք խոսում, ուստի այդպես շատ արագ եւ հեշտորեն դա չի լինելու։ Դրա համար ես կարծում եմ, որ այստեղ շատ էական դեր կարող է ունենալ ԵԱՏՄ հանձնաժողովը։
Հոկտեմբերի 10-ից 4 օր Գյումրիի թանգարանների բակերը ջազ երաժշտության համերգային հարթակի էին վերածվել։ 6-րդ անգամ քաղաքում անցկացվեց Հայ at Jazz նախագիծը։ Հայը ջազում, ջազը Բաքում փառատոնային խորագրով։ Ջազ փառատոնի նախաձեռնողն է Մանուկյան ընկերությունը Հայաստանի էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ։ Իմպրովիզացիոն ելևէջներով, լիցքավորող ռիթմով ու էներգետիկայով ջազ երաժշտությունն առաջին իսկ ակորդից ամբողջովին վարակում է քաղաքը։ Գյումրիի թանգարանների բակերը վերածվել էին ջազային համերգների հարթակի։ 2017 թվականից ու արդեն 6-րդ անգամ հայկական ջազի հին ու նոր բենդերը հավաքվում են քաղաքի մշակութային միջավայրով հայաթներում, երաժշտության այս ոճը սիրողներին փոխանցելու ջազի ազատ ու ստեղծագործ շունչը։ Հայ at Jazz նախագիծը մշակութային երկխոսություն է ապահովում ջազմենների եւ հանդիսականի միջև, հնարավորություն տալով վերապրել այն խելագար ու ոգեշնչող հնչողությունը, որի արմատները ձգվում են մինչև 19-րդ դարի Նյու Օրլեան, ջազի ծննդավայր։ Իսկականից շատ հաճելի է, որտեղ մշակութային միջավայրը առաջի հայացքից իհարկե մի քիչ տարբեր է հին Գյումրին ու ջազային ոճը, բայց հենց ամբողջ իմաստը է դա, որ իրանք բոլորը մի տեղից են սերում, էլի։ Հայը եւ ջազը այսօրվա դրությամբ շատ ջերմ հարաբերությունների մեջ են։ Այսինքն ասածս են, որ ֆոլք ջազ հասկացողությունը, երբ որ ֆոլկլորը առաջանում, ջազ ռոք հասկացողությունը, բոլորը հայերեն շատ հարազատ է։ Եվ ես համարում եմ, որ ջազը դա երաժշտական անկեղծության անծայրածիր օվկիանոս է, որը մարդկությանը շատ անհրաժեշտ Ջազը ինձ համար եւ ոչ միայն ինձ համար դա ազատություն է, դա արտահայտվելու միջոց է։ Ամեն մարդ իր ձևով պետք է արտահայտվի, ինքը ազատություն է տալի, որ դու քո տեսակետը ներկայացնես։ Կարինե, Կարինե, քեզ համար եմ հորինել։ Հայաստանում ջազ սկսել են նվագել դեռ 1920-ականներին, իսկ առաջին ջազային կոլեկտիվը 1938 թվականին կազմավորված Հայաստանի պետական ջազային նվագախումբն էր, որի հիմնադիրը կոմպոզիտոր եւ թավջութակահար Արտեմի Այվազյանն էր։ Այդ ժամանակներից ջազը կայուն տեղ գրավեց հայկական երաժշտական կյանքում, եւ տարիների ընթացքում ձևավորվեցին մի շարք ճանաչված խմբեր ու երաժիշտներ։ Նրանց շարքերում առանձնանում է հայ ջազի կենթանի լեգենդ Լևոն Մալխասյանը։ 80-ամյա երաժիշտը նվագում է նույն ներշնչանքով ու ոգևորությամբ արդեն 60 տարի։ Նախագծում իր եւ իր խմբի ներկայությունը պարտադիր է եղել բոլոր տարիներին։ Ջազը ընդհանրապես ազատ ժանր է, ազատ, անկեղծ եւ այդ անկեղծությունը անպայման հաղորդվում է ունկնդրին նվագի ժամանակ։ Ինչ վերաբերում է Գյումրիին, ես արդեն 6-րդ անգամ եմ ջազային փառատոնին մասնակցում, որի համար շատ շնորհակալ եմ գյումրեցիներին։ Շատ զգացված եմ, որ մենք կարող ենք այն ջերմությունը, այն սերը, այն մաքուր երաժշտությունը, այն պարզ նոտաները լսնել մեր հիմա հետևում հիմա նայում եմ, տեսնում եմ հանդիսատեսը, որ նստած է իրան սրտերի մեջ եւ հոգիների մեջ եւ լսնել իրանց, տալ կյանք, տալ մտածելու տեղիք, տալ ջերմություն, ամեն ինչ։ Հանրահայտ խմբերին, ճանաչված երաժիշտներին եւ պարզապես այս արվեստը սիրողներին Հայ at Jazz-ը համախմբում է յուրահատուկ ձևով։ Նախ հային ընկղմում ջազում, ապա ջազը բերում բակեր, նպատակ ունենալով ջազ մշակույթը դարձնել հասանելի, ավելի մոտ ու ընկալելի յուրաքանչյուր մեկի համար։
ջազ լսում են հոգով ազատ եւ սահմանափակումների չենթարկվող անձինք։ Հաշվի առնելով հանգամանքը, որ Գյումրու թանգարանները պարտադիր այցելավայրեր են զբոսաշրջիկների համար, մենք որոշեցինք այս երկու զբոսաշրջային հետաքրքրությունը միացնել եւ ջազը բերել թանգարանների բակեր։ Ազատություն ու ներքին ձգտումները արտահայտելու, ջազի կատարողական արվեստը լսելու, սովորելու արժեքավոր փորձառություն էր սա։ Ջազից տարբեր, բայց իր էությամբ ջազ քաղաք Գյումրիի համար։ Քառօրյա փառատոնի ամփոփիչ համերգը Մարիամ եւ Երանուհի Ասլամազյան քույրերի թանգարանի բակում էր։ Հասմիկ Թումասյան, Արտյոմ Խաչատրյան, Հորիզոն։ Այժմ լրահոսը եւս սպառված է, նորությունների սպասեք մեր հաջորդ թողարկումներում։